Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 ժամի եթերում օրախնդրի հերթական թողարկումն է։ Հյուրընկալել եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանին։ Օրհնեցեք Տեր Հայր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ այս հանդիպման համար։ Աստված օրհնի, ես եմ շնորհակալ։ Շատ դժվար է այս օրերում հավաքվել մտքերով եւ գնահատականներ տալ այս վարչախմբի գործողություններին, հակաեկեղեցական արշավին, այս մասին շատ է խոսվել վերջին 7-8 ամսում, անցած տարվա հունիսից սկսած։ Եվ որքան այս հակաեկեղեցական արշավը խորանում է, որքան վարչախումբը հակադրվում է եկեղեցուն, եսաբնավ պետություն եկեղեցի հակամարտություն չի անվանել, քանի որ սա պետություն չէ, իրենք պետությունը չեն։ Բայց Տեր Հայր, ես որքանով որ վերաթերթում եմ մեր պատմության էջերը հին եւ նոր, ես չեմ գտնում սրա նախադեպը։ Ես տեսնում եմ օտար զավթիչների, սկսած 4-րդ կամ 5-րդ դարից մինչև բոլշևիկյան տխրահռչակ չեկիցներ, որոնք պայքարել են մեր եկեղեցու եւ եկեղեցականների դեմ։ Բայց հայ մարդու, հայ իշխանության կողմից նման վերաբերմունքի նախադեպ ես չեմ արձանագրել մեր պատմության ամբողջ ընթացքում։ Դուք եւս ունեք այդ տպավորությունը։ Շնորհակալ եմ հարցերի համար ու շնորհակալ եմ մտահոգությունների համար։ Այս ընթացքում մենք էլ վերընթերցում ենք հայոց պատմությունը, փորձում ենք մենք էլ փնտրել, գտնել այսպիսի նախադեպեր։ Ցավոք սրտի, ես մի քիչ չեմ համաձայնի ձեզ հետ, եղել են դեպքեր, օրինակ Հուսիկ կաթողիկոսի պարագան, երբ որ Տիրան արքան հրամայեց բրացեց անել, սպանել, բայց մենք 21-րդ դարում ուսանողական տարիներից սկսած մինչև հիմա ուրախ էինք, որովհետև դա պատմության մեջ էր։ Դա պատմության մի անձի հետ կապված դեպք էր, թեկուզ արքայի, բայց մի անձի հետ կապված դեպք էր։ Բայց եղավ այն, ինչ որ եղավ, ես միշտ ասում եմ, հունիսի 27-ը, դեկտեմբերի 18-ը մտան մեր պատմության մեջ եւ սև օղակի մեջ ամոթի խարանի օղակի մեջ սև օղակի մեջ պիտի առնենք, որովհետեւ մեզ համար անընդունելի է, անկանխատեսելի, չգիտեմ ինչ որակում ես տամ, որ հայ մարդը կարող է գալ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կենտրոնի բոլորի սրտի մայր տաճարի վրա եւ հայ մարդը ընդհանուր մինչեւ ոտքով կարողանա հարվածել մայր տաճարի դռանը, այն դռանը, որը մենք բոլորս ծնկի ենք իջնում եւ համբուրում ենք։ Դրա համար մենք միշտ ցավ ենք ապրում, միշտ հորդորում ենք, միշտ համբերության մեջ ենք մնում։ Ես մի անգամ ասել եմ, ելի կասեմ, եթե մարդիկ մտածում են, որ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին կարող են հունից անել, նա մանավանդ վեհապար հայրապետին, իրենք չարաչար պիտի սխալվեն։ Մենք էլի այս դեպքում նույնիսկ պիտի շարունակենք հորդորել, պիտի շարունակենք ոչ թե հերահար բանավեճի մեջ մտնենք, ինչը իմ կարծիքով իրենք ուզում են, այլ ուղղակի մենք խոսենք մեր հավատացյալների հետ, մեր զավակների հետ, ցույց տալով ճշմարտությունը, ցույց տալով այն, ինչը որ քարոզել է եւ ջամբել է հայ ժողովրդին, հայ առաքելական Սուրբ Եկեղեցին։ Ես որպես եկեղեցու հավատավոր զավակ կարող եմ փաստել, որ այդ առաքելությունը մեծի մասամբ հաջողվել է Տեր Հայր։ Իհարկե ոչ ամբողջությամբ, բայց մեծի մասամբ վերջին 7-8 ամսում, իսկ ընդհանուր առմամբ վերջին 8 տարում այս վարչախմբի կառավարման ամբողջ ընթացքում սկսած 18-ի հունիսից, երբ այդ տխրահռչակ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը սկսեցին, իրենք ոչ միայն չեն կարողացել սասանել եկեղեցու հեղինակությունը եւ դիրքը, այլ որոշակի առումով ճիշտ հակառակն է եղել երկու հիմնական արձանագրում թույլ տվեք անել։ Առաջինը այն է, որ այն խնդիրները, որոնց մասին տարիներ, տասնամյակներ շարունակ խոսվել է, բայց որոնք եկեղեցու ներսի խնդիրներն են, որոնք որևէ մեկը դրսից առավել եւս իշխանություն չի կարող եւ իրավունք չունի լուծելու։ Այդ խնդիրները որոշակիորեն սկսել են ինքնաբերաբար կարգավորվել։ Օրինակ այն անձինք, որոնք ավանդաբար իրենց անձնային վարքով հեղինակության ցածր հեղինակության բերումով վնաս են հասցրել եկեղեցուն, իրենք հայտնվել են այսպես կոչված տիրադավների շարքում։ Եվ դժվար է գտնել մեկ այլ առիթ, որ եկեղեցին այսպես հրաշալի ինքնամաքրվի, սա մի կողմից։ Մյուս կողմից Տեր Հայր, մենք տեսել ենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հոգևորականների ու նախ եւ առաջ մեր քահանայից դասի։ Օրինակը ես ձեր օրինակը կարող եմ բերել Տեր Մանուկի, Տեր Վրթանեսի շատ շատերի,
100-ից ավել քահանաներ ընդամենը մի քանի ժամում անմիջապես իրենց հավատարմությունը հայտնեցին վեհապար Հայրապետին, բայց միայն այդ գրառումների մասին չէ խոսքը, խոսքը ասենք իրականության քարոզների մասին է, խոսքը ամենօրյա սպասավորության, այդ խնամատար ծառայության մասին է։ Ես երբեք չեմ կարող մոռանալ, որ 20 թվականի դեկտեմբեր 21-ի հունվարին մեր քահանաները օրական մի քանի տասնյակ հուղարկավորություններ կամ հոգեհանգիստներ էին իրականացնում։ Ու ով էր մխիթարություն բերում այդ ընտանիքներին, եթե ոչ հենց մեր քահանայից դասը եւ մեր եկեղեցին ընդհանուր առմամբ։ Ես դա երբեք չեմ կարող մոռանալ եւ կարծում եմ որևէ ворթեկորույս մայր, որևէ նման ընտանիք դա չի կարող մոռանալ։ Հետևաբար ասածս այն է, Տեր Հայր, որ այս վարչախումբը ինքն էլ մոլորվել է որոշակի առումով իր գործողությունների մեջ, ինքը հիմա չգիտե թե ինչպես վեհապար Հայրապետի կամ մեր եկեղեցու մայրաթորի դեմ պայքարել, բայց ճիշտ հակառակ էֆեկտն է ստանում։ Ավելի շատ մարդիկ են գնում կիրակնօրյա պատարակների, ավելի շատ մարդիկ են հաղորդակցվում հոգևորին։ Ես այդ տպավորությունն եմ, երիտասարդներ կան նրանց շարքերում շատ։ Տեսեք, ամենակարևոր բանը մոռանում են երբեմն մարդիկ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր հավատո հանգանակի մեջ, դավանանքի մեջ, եկեղեցական մտածելակերպի մեջ անվանվում է երկինք երկրի վրա։ Միգուցե մարդիկ լսելով ասեն մենք խոսում ենք պայքարից, խոսում ենք հարձակումներից եւ այլն, դուք էլի ասում եք երկինք երկրի վրա, պիտի ասենք, որովհետեւ դա այդպես է։ Ինչի համար եմ սա ասում։ Բնականաբար երկնքի հետ, որը երկրի վրա է գտնվում, որևէ մեկը, երբ որ փորձի պայքարել, անպայման պիտի պարտություն կրի։ Եվ երկրորդ, որ շատ կարևոր է, մենք չենք սկսել պայքար եւ ոչ էլ պայքարում ենք։ Մենք անում ենք մեր առաքելությունը։ Մենք ունենք նպատակ, որ երկնքի արքայությունն է, եւ գնում ենք դեպի այդ նպատակը եւ ճանապարհին երկնքի արքայությունը փորձում ենք ստեղծել մեր ներսում։ Խոսեցինք այն անձանց հոգեվորականների մասին, ովքեր այսպես կոչված բարենորոգում բառն են անընդհատ գործածում։ Երբ որ մենք զրուցում ենք ընկերական շրջապատում, մարդկանց բացատրելիս եւ այլն, ես ասում եմ ճշմարիտ բարենորոգողները հիմա ազատազրկված են։ Ճշմարիտ բարենորոգողը Միքայել Սրբազանն է, որը քահանայից, ամբողջ քահանայից ժողովի պատասխանատուն է, որ քննարկումներ է անում, մարդկանց հուզող հարցերն է վերհանում քահանաների միջոցով։ Եվ հենց այդ օրը ձերբակալվեց, հունիսի 27-ը քահանայի ժողովի օրն է։ Այո, մենք հավաքվել ենք եւ նաեւ առաջարկ է եղել, որպեսզի ժողովը ավարտվի նոր Միքայել Սրբազանը գնա։ Ճշմարիտ բարենորոգողը Արշակ Սրբազանը, որը մայր Աթոռի Էջմիածնի դիվանապետն է, որ զբաղվում է ամբողջ այդ գրագրությամբ, ի պաշտոնե թեմերի միջև հաղորդակցությամբ է զբաղվում։ Ճշմարիտ բարենորոգողը Մկրտիչ Սրբազան է, որը քահանաների հետ համագործակցաբար եւ նաեւ աշխարհիկ անձանց հետ համագործակցաբար այս ընթացքում պատրաստվում էր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հովվական եւ ծիսական կյանքին վերաբերող փաստաթուղթը, թե ինչպես պիտի հովվական կյանքը կազմակերպի։ Ճշմարիտ բարենորոգողը Բագրատ Սրբազանն էր, որը մինչեւ ուրեմն Տավուշի թեմ նշանակվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հայեցակարգային գրասենյակի տնօրենն էր։ Ուրեմն երբ որ մարդիկ դուրս են գալիս, հոգևորական կլինի, թե աշխարհական կլինի, եւ դրոշակ են ծածանում ասելով, որ մենք բարենորոգողներ ենք, թող նայեն իրենց անցած ճանապարհը եւ թող նայեն այն հոգևորականների եւ անձանց անցած ճանապարհը, ովքեր իրոք բարենորոգում են։ Ուրեմն այսպես կոչված բարենորոգման շարժման հետևորդների մասին մենք ցավում ենք իրենց համար։ Մենք ուզում ենք, որ ամեն անձ վերադառնա դեպի ճշմարիտ ճանապարհ։ Իսկ այն անձինք, ովքեր որ իշխանավոր կլինի, որևէ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ կլինի, իր պաշտոնը ինչ էլ որ լինի, ինքը եթե մտածում է, որ եկեղեցու դեմ պայքարելիս պիտի հասնի ինչ որ միտեղ, ես պիտի հիասթափեցնեմ, որովհետև չարաչար սխալվում են։ Եվ դուք ասացիք, որ այս ընթացքում եկեղեցիները լցվում են հավատացյալներով։ Կամ է այսպիսի իրողություն եկեղեցու ընդհանրապես քրիստոնեական կյանքի մեջ հալածանքների ժամանակ եկեղեցին հզորանում է։ Դա գալիս է քրիստոնեական արմատներից։ Լավ գիտեք, դուք բոլորը լավ գիտեն, երբ որ
առաջին դարում քրիստոնյաներին հալածում էին ընդհանուր մինչև մահվան էին դատապարտում, ամեն մի քրիստոնյայի, ամեն մի ջատագովի, ամեն մի անձի, ով քրիստոնեությունը իրեն համար որպես արյուն ու հոգի էր ընկալում, մահից ու հալածանքից հետո ծնվում էին բազում այլ քրիստոնյաներ։ Եկեղեցու հայրերն են, չէ՞ ասում, արյուն նահատակած սերմն եկեղեցվո։ Այսինքն մենք հիմա էլ մի քիչ տարօրինակ թվա իմ ասածը, որ հիմա էլ հանգիստ ենք, հիմա էլ հոգով, խղճով հանգիստ ենք, որովհետև մենք գիտենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Սա չի նշանակում, որ մենք մեղքեր չունենք, սա չի նշանակում, որ մենք չենք սխալվում, բայց մենք գիտենք, որ Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների հաջորդի վեհափառ հայրապետի կողքին եւ հովանու տակ կանգնած ենք։ Շատ է խոսվում հատկապես այս վարչախմբի եւ նրա պարագլխի կողմից եկեղեցու նյութական կողմի գանձերի հարստության մասին, եկեղեցապատկան հողերի, գիտեք, որ նախագիծ շրջանառեցին եւ ընդունեցին անպատվորեն, որով իրենք իբր պետություն իրականում իրենք այս վարչախումբն է փորձելու կառավարել եկեղեցու ունեցվածքը։ Ինձ դրանից եւ գանձերից այդ մասին եթե ժամանակ լինի կխոսենք, թե որքան է օրինակ վերջին 26 տարում մեր գանձատունը հարստացել, որքան նոր թանգարաններ են բացվել։ Միայն Սկևրայի մասունքարանը ինչ ասես արժե է, մեր հայրենակիցների շատերը չգիտեն այդ մասին, բայց Պետերբուրգից Երևան բերելը որքան ծանր առաջադրանք եւ հանձնառություն էր մեր եկեղեցվո եւ վեհափառ հայրապետի համար, որ դա արվեց, դա պիտի ասվի։ Վարչախումբը եւ պարագլուխը սրիկայաբար հակառակն է ասում, թե իբր ուզում են գանձերը հանել։ Բայց դեր հայր, ես շատ ավելի հոգեվոր ոգեղեն իմաստով եմ ուզում ընկալել մեր եկեղեցու դեմ այս հալածանքը, ոչ միայն նյութական, ոչ միայն եկեղեցու շենքի, որտեղ եկեղեցին բնավ շենքը չէ, ու հիմա էլ մեծ պահքի մեջ ենք եւ այդ խորհուրդն էլ առավել հաստատվում է բոլորիս մեջ։ Եթե այս վարչախմբի տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն մեր բոլոր 132 հայրապետները, ել չասած մեր եկեղեցու հարյուրավոր հայրերը կամ հազարավոր նույնիսկ, մեր ամբողջ հայրաբանական գրականությունը ծայրահեղ իսլամ է, ինչպես իրենք են պնդում։ Եվ ասենք Սուրբ Մեծրոպ Մաշտոցից ու Սուրբ Սահակ Պարթևից կամ Սուրբ Գրիգոր Լուսավորչից, Սուրբ Ներսես Մեծով, Սուրբ Ներսես Շնորհալիով, մեր բոլոր հայրապետներով, Հակոբ Ջուղայեցիով, Սիմոն Երևանցիով, որոնք բոլորը հայրենիքի նվիրյալներ են եղել, նախ եւ առաջ, բացի քրիստոնեության քարոզիչներից։ Եթե Հակոբ Ջուղայեցին Էջմիածնի ժողովը չաներ 1677 թվականին, Հայաստանի այսօրվա հանրապետություն չէր լինի պարզապես։ Եվ մայրաթորը կարող է չլիներ այս տեսքով։ Ու ես խոր համոզում ունեմ Տեր հայր, որ իր պայքարը միայն եկեղեցական շենքերի բռնագրավման համար չէ, իր պայքարը ընդհանուր առմամբ մեր ազգային արժեհամակարգի դեմ է։ Ու քանի որ քարոզներում բացի հոգևորից հնչում են նաև ազգային թեմաներ, հնչում է մեր հայրենիքի երբեմնի սահմանների մասին շարունակական հիշեցում, մեր նահատակների, ցեղասպանության սրբադասված 1.5 միլիոն զոհերի, այս բոլոր թեմաները ինքը թշնամաբար է ընկալում եւ նաեւ այդ պատճառով է եւ նախ եւ առաջ այդ պատճառով է, որ եկեղեցու վրա է հարձակվում ինքը։ Տեսեք, մենք չենք կարող այդ թեմաները չխոսել։ Հիմա ես չեմ պատկերացնում քահանա կամ որևէ հոգեվորական բարձր աստիճանից մինչև ամենաներքևի աստիճանը, որ չխոսի ցեղասպանությունից, որ չխոսի Արցախից։ Այս վերջին օրերին իմ մտքի մեջ անընդհատ պտտվում է Սուրբ Հովանես Օձնեցի կաթողիկոսի արարքը։ Եթե պատմություն են մարդիկ ուսումնասիրում, պատմություն են կարդում, 703 թվականը բոլորիս մոտ շատ ցավալի մի թվական է, չէ՞, Վարդանակերտի, Խրամավանի այդ ցավալի հայ ժողովրդի համար դեպքը, երբ որ արաբները հայ իշխաններին հավաքեցին խրամի եկեղեցու մեջ իբրև թե եւ այրեցին, ապա եւ ձեռագրերը Տեր հայր, հետո էլ ձեռագրերը այրեցին։ Բացի ձեռագրերից եւ իշխաններից ինչ արեցին հաջորդ քայլին։ Հաջորդ քայլին բոլոր իշխանների զավակներին իրենք գերեվարեցին եւ տարան իրենց մոտ, որովհետեւ գիտեին, որ այդտեղ ազնվականի արյուն է հոսում։ Հիմա անցան տարիներ։ 718 թվականին Հովանես Օձնեցու հայտնի հանդիպումը, չէ, որ այսպես իր մորուքի ոսկու փոշին նկարագրում են մեր պատմիչները, ասում է, երբ որ Հովանես Օձնեցին հանդիպում է արաբ իշխանավորների հետ, իշարս այլ խնդրանքների եւ պահանջների, ինքը պահանջում է, որպեսի հայ իշխանների զավակները վերադառնան հայրենիք։
Իրենց մեջ կա մի կերպար, որ մեր եկեղեցում սրբադասված է, որը շատ հայտնի չէ, Վահան Գողթնցի։ Վահան Գողթնցուն իրենք տարել էին արաբական աշխարհ, անունը դրել էին Վահաբ։ Եվ երբ որ Հովանես կաթողիկոսի, Սուրբ Հովանես Օձնեցի կաթողիկոսի շնորհիվ վերադառնում են, ինքը բազում դեգերումներից հետո իր նպատակը Վահան Գողթնցու, գիտեք որն է լինում, ասում է ես փափագում եմ, որպեսզի ազատորեն դավանեմ քրիստոնեություն ինչպես հասարակ մարդիկ։ Հիմա եթե այս 21-րդ դարի տեսանկյունից նայենք Հովանես Օձնեցի կաթողիկոսի արարքը, կարող ենք որակել, որ Հովանես Օձնեցին քաղաքականությամբ էր զբաղվում։ Եթե միամիտ կարծիքներ լինեն, այսպես միամիտ կոչված կարծիքներ լինեն, պիտի ասենք Սուրբ Հովանես Օձնեցին զբաղվում էր քաղաքականությամբ, ինչը որ անընդհատ մեզ հրամցնում են, ասում են հայ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ եւ այլն։ Տեսեք ինչ կարևոր էր հայ կաթողիկոսի համար, որպեսզի հայ իշխանի զավակը վերադառնա եւ ղեկավար։ Հիմա նման չի այդ իրավիճակը։ Մենք ունենք Բաքվում մեր գերիները, չէ, որոնցից շատերը ցմահ դատապարտվեցին եւ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները ոչ թե պարզ գերիներ են, ոչ թե զինվորներ են, այլ գեներալներ են, նախագահներ են։ Այո, ես զուգահեռ որ տանենք կտեսնենք։ Հիմա ամբողջությամբ նույն պատկերն է։ Այո, հիմա եթե ես որպես հայ պարզ քահանա խոսեմ, ինձ պիտի մեղադրեն ասելով, որ տեսեք արդարադատություն կա, ինչի է զբաղվում քաղաքականությամբ, հայ առաքելական եկեղեցի է կոչվում մեր եկեղեցին։ Հետո մի շատ կարևոր հանգամանք էլ կա, գիտեք, ես մշտապես ասում եմ, որ մեր եկեղեցին ոչ թե խոսացող եկեղեցի է, այլ մեր եկեղեցին գործող եկեղեցի է։ Շատերը մեզ մեղադրում են, ասում են ավետարան չեք քարոզում, ավելի շատ ազգային արժեքներ եք քարոզում, նույնիսկ մեղադրանքներ չէ հնչեցին, որ հոգևորականների մեծ մասը նման են ծայրահեղ իսլամիստների։ Ես ասում եմ հետեւյալը, մեր եկեղեցին անում է այն, ինչ որ ավետարանի մեջ գրված է։ Պարտադիր չէ, որ ես անընդհատ սեղանի շուրջ կլինի, ընկերական զրույցի մեջ կլինի, հավատացյալների հետ հանդիպման ժամանակ կլինի անընդհատ Աստվածաշունչ մեջ բերեմ։ Կարևորը Աստվածաշունչը անելն է։ Ես չպիտի ասեմ, Քրիստոս ասում է սիրիր ընկերոջդ, ես պիտի սիրեմ։ Այ դուք այդ պատերազմի ժամանակաշրջանի այդ դեպքերն ասացիք։ Հարց չի առաջանում մարդկանց մոտ, ինչի համար մենք չենք բարձրաձայնում, թե այդ զոհվածների հուղարկավորություններն արեցինք, այցելեցինք եւ այլ։ Հիմա էլ չենք բարձրաձայնելու, որովհետեւ դա մեր օդու ջուրն է, որովհետեւ մենք հարգում ենք զոհվածների ծնողներին։ Մենք չենք անում ասելու համար։ Մենք ինչ է լինի, էլի անելու ենք, ինչ է լինի, էլի մարդկանց կողքին ենք լինի, եւ մարդիկ դա շատ լավ գիտեն։ Մեզ լսողները դա շատ լավ գիտեն։ Ուրեմն այսպես մերկա պարանոց հայտարարություններ անել եւ իրականում մեղադրել հայ հոգեվորականին, ով չգիտի, որ հայ հոգեվորականն էլ ինքը մեղքերով լեցուն ազնվորություն է։ Մենք էլ ենք, չէ՞ մարդ։ Բայց նաեւ բոլորը գիտեն, որ մենք այդ որ եկեղեցու հոգեվորականներն են անբասիր։ Վատիկանի կարդինալների մասին մենք այնպիսի բաներ ենք կարդացել։ Այս վարչախմբից անպատկառ մեկը այլալեզու մի հեռուստաալիքի տված հարցազրույցում խոսում է ենթադրյալ մանկապղծության դեպքերի մասին, եթե մի չնչին փաստ ունենային, պատկերացնում եք հիմա ինչ կանային աշխարհով մեկ օթում մի մեղադրանք, որը բնականաբար որևէ կերպ չի կարող ապացուցվել, եթե ապացուցվելու բան լիներ, եթե հրապարակելու բան լիներ, առավոտից երեկո բոլոր արթուկներից այդ մասին կխոսեին, բայց տպավորությունն այն է, որ մեր եկեղեցին հալածելու այս քաղաքականությունը իրենք փորձում են նման կեղծ փաստարկներով արդարացնել, որոնք որևէ քննության, ոչ բարոյական, ոչ իրավական չեն դիմանում, Տեր հայր։ Բնականաբար։ Ես եմ ինձ վազգում եւ վստահ եմ, որ մեր եկեղեցու 100 հազարավոր հավատավոր հոտի զավակներն են իրենց վազգում, որ իրենց եկեղեցականած դասի մասին խոսվում է այդ կերպ, ընդ որում օտարալեզու լսարանի առջև, կամ այն անպատկառ արտահայտությունը, որ վարչախմբի պարագլուխներ արել, դա էլ հայտնվեց միջազգային մամուլի կենտրոնում, իր առաջարկ ուղղված վեհապար հայրապետին, չեմ էլ ուզում մեջբերել արդեն, որ կգաք իմ աշխատասենյակ եւ այլն։ Այսինքն այդ մարդու պատկերացումը քրիստոնեության, մեր եկեղեցու, մեր ազգային հիմերի մասին այդպիսին է։ Ես հենց դա նկատի ունեմ, որ ասում եմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգեվորականին որևէ մեկը չի կարող հունից անել։ Մենք շատ մեղադրանքներ լսեցինք վեհապար հայրապետի մասին, չէ՞։ Հիմա ուր են այդ մեղադրանքները։ Հիմա ինչ պատճառով վեհապար հայրապետին թույլ չտվեցին, որ դուրս գա երկրից։
կապ չունի բացարձակ այն բոլոր բամբասանքների հետ, ինչը որ տապալելու եպիսկոպոսատ ժողովը։ Այո, բայց նախորդիվ ասված բոլոր մեղադրանքները բացարձակ կապ չունեն այս վերջին որոշման հետ, կամ ձեր ասած այդ անպատկառ այդ մեղադրանքը։ Ուրեմն դա մի մեղադրանք է, որ իմ կարծիքով դրանից այն կողմ մեղադրանք չկա։ Դրանից այն կողմ մեղք չկա։ Եթե դու նույնիսկ երբ որ ասում ես 4-5 բարձրաստիճան հոգևորականներ, կարծեմ այդպես է, չէ՞ ասվում, որ մեղադրվում են այս մեղքի մեջ, մի անգամից պիտի այդ արտահայտության հայտարարության հետևից գնային։ Եվ եթե նույնիսկ մեկ հոգի չկա այդպիսի բան, ես գիտեք, ասողը պիտի ապացուցի իր ասացի ճշմարտացի եւ մենք չպիտի մերժենք։ Եվ կամ պիտի պատժվի զրպարտության համար, ինչպես կարգն է, ինչպես ընդունված է։ Որովհետեւ դա տեսեք, տպավորությունս այնպեսին է, որ ուզում են անընդհատ հայ առաքելական Սուրբ եկեղեցին հեղինակազրկել։ Բայց ինչպես մենք տեսնում ենք եւ 1000 անգամ փառք Աստծո, որ հակառակն է տեղի ունենում, որովհետեւ շատ པարզ պատճառ կա, մարդիկ ճանաչում են մեզ։ Մենք թաքնված չենք, մենք ապրում ենք մարդկանց մեջ եւ մարդիկ տեսնում են։ Այդ ուղղակի այս անպատժելիության մթնոլորտն է ցավեցնում։ Ուղղակի մարդիկ չպիտի այս բաները լսեին։ Երբեմն ասում են, չէ, դուք հոգևոր քարոզար եք, ինչի եք այլ եւ այլ քաղաքականությամբ, չգիտեմ, հասարակական տարբեր կարծիքներ արտահայտում։ Ես էլ պիտի ասեմ, թողնում եք, որ անենք։ Եվ կամ որտեղ է սկսվում ու ավարտվում հոգևորի սահմանը, ով ասաց, որ ազգայինը հոգևոր չէ։ Հիմա մեր այն հայրենակիցները, որոնք գեթ մեկ անգամ եղել են Գանձասարում, գիտեն, չէ, հավանաբար լսել են, որ ըստ ավանդության, ըստ նաև մեր եկեղեցու սրբազան ավանդության, այդտեղ թաղված է Հովանես Մկրտչի գլուխը։ Այսինքն ամբողջ հայկական լեռնաշխարհում Գանձասարը Մարտակերտի շրջանում բռնազավթված Արցախում մեզ համար բացառիկ նշանակություն ուներ։ Եվ կամ Ամարասը, որը Մաշտոցի առաջին դպրանոցն է եղել։ Հիմա Տեր հայր, ես որ գալիս եմ, ենթադրենք Սաղմոսավանք ձեր որևէ պատարակի քարոզում կընտրելու եւ դուք այդ մասին բնական հիշատակում եք անում, որը համատեքստի մեջ է, դա դարձավ քաղաքական քարոզ, ճիշտ հակառակը։ Դա մեր ժողովրդի հավաքական հիշողությունը պահելու փորձ է, հիշեցնելու, որ իրավունքով մեզ է պատկանում Արցախը, մեզ է պատկանում։ Այն քրիստոնեական ժառանգությունը, որ այս վարչախումբը տարել կորսել է 400-ի հասնող եկեղեցիներով, ել չասած թե ինչպիսի արժեքներով մշակութային։ Բայց այդ ամենի մասին հիշեցնել է եղավ քաղաքական քարոզ։ Մենք խոսել ենք, խոսում ենք եւ պիտի շարունակենք խոսել թե Արցախից եւ թե Արևմտյան Հայաստանից, թե ցեղասպանությունից, որովհետեւ մարդու համար նաև գերագույն արժեքը իր հիշողությունը եւ սրբազան հիշողությունը։ Այն մարդը, ով խոնարհվել է Ամարասում Սուրբ Գրիգորիսի գերեզմանի առջև, այն մարդը, ով խոնարհվել է Գանձասարի խորանի առջև, այն մարդը, ով քայլել է Արցախի հողի վրայով եւ էներգիա, սրբություն չի զգացել, այդ մարդը խնդիր ունի։ Ես հիշում եմ, երբ որ Ամարաս էին գնում, Ամարասում ամեն ինչ կա հայ մարդուն բնորոշող։ Հիշում եք Ամարասում բացի դպրության այդ արտահայտություններից տարերից Մեսրոպ Մաշտոցի, որ վերևում քարով անմահացված է, այնտեղ մեր հիշողության մեջ գալիս է մի օջախ, որտեղ քարերը կնոջ եւ տղամարդու տեսքով են քանդակված, իրար գլուխ գլխի կպած, տակը օջախն է եւ այդ կնոջ եւ տղամարդու գլխավերևում նորից մի քարե երեխայի տեսքով։ Դա ընտանիքի խորհրդանիշն է։ Հիմա մենք պիտի խոսենք ընտանիքից, մենք պիտի խոսենք հայրենասիրությունից, մենք պիտի խոսենք հողից, ջրից։ Հիմա Խրիմյան հայրիկը քաղաքականությամբ էր զբաղվում։ Վերցեք Խրիմյան հայրիկի ամբողջ գրականությունը, թե գեղարվեստական պապիկ թորնիկ այդ գործը կարդացեք, ընտանեկան հարաբերությունների, գերեզմանում թորանը չրջելիս այդ երկխոսությունը կարդացեք, որ նույնիսկ համաշխարհային գրականության մեջ համեմատում են Ժան-Ժակ Ռուսոյի այդ Էմիլ եւ դաստիարակության հետ եւ ավելի բարձր են դասում։ Մաղաքի arczepiskopos Օրմանյանի ազգապատումը, օրինակ Մաղաքի այդ ծերից ծեր, եթե սրանց տրամաբանությամբ առաջնորդվենք, քաղաքական տեքստ է, ծայրից ծայր, բայց դա մեզ վերաբերող, մեր ինքնության կոդերին վերաբերող տեքստ է նախ եւ առաջ։ Ավելի հետ գնանք, կարդացեք Սուրբ Բարսեղ Կեսարացու քարոզները։ Հիմա այս ընթացքում պահոց գիրք ունի Բարսեղ Կեսարացին։ Այսինքն
մենք կամ Գևորգ կաթողիկոսի, Գևորգ Չորեքչյան կաթողիկոսի քարոզները, մենք այլ քարոզ չենք կարող խոսել, որովհետև մենք սնվել ենք դրանով, որովհետև մեզ համար քրիստոնեությունը արդեն մարմնացած է, կարծրացած է, ամեն ինչը ծես է դարձել, ամեն ինչը խորհուրդ է դարձել, խոսքից գործի ենք անցել, դարեր առաջ արդեն։ Մենք իրավունք չունենք ուղղակի վերցնենք, տեսեք ամբողջ հարգանքս բողոքական եկեղեցուն, բայց մենք բողոքական եկեղեցի չենք։ Բողոքական եկեղեցին թող իր հավատացյալ հոտին իր կերպով քարոզի։ Օրինակ բողոքական եկեղեցու մեջ ընդունված ավանդույթներ կան, որը մենք չենք կարող անել, ասենք իրենց շապիկների վրա Աստվածաշնչից տողեր գրեն կամ իրենց զարդերի վրա Աստվածաշնչից տողեր գրեն, ես չեմ մեղադրում եւ բայց մենք դա չենք կարող անել, մենք չենք կարող միայն Աստվածաշունչ քարոզել, մենք չենք կարող միայն Հիսուս Քրիստոս քարոզել, մենք չենք կարող միայն սաղմոսներ ասել, վաղուց սաղմոսները դարձել են շարականներ, մենք սաղմոսներ ասում ենք, այո, ասում ենք, բայց վաղուց սաղմոսների վրա հիմնված Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Սահակ Պարթևը միս ու այրուն են տվել դրան, համեմատել են հայրենիքի հողի ջրի հետ։ Մենք այդպես պիտի քարոզենք։ Դա է ճիշտ քարոզը։ Դա է կպնում հայ մարդու սրտին։ Մենք ուրիշ շապիկ չենք կարող, մենք չենք կարող Սուրբ Վարդան Մամիկոնյանի խոսքերը չասել։ Մենք չենք կարող Եղիշե պատմիչը չփոխանցել մեր սերունդներին։ Ղևոնդ Երեցի օրինակը։ Ղևոնդ Երեցի օրինակը, քահանաների տոնը գիտեք, Ղևոնդ Երեցի օրինակով, որ մեր քահանաների տոնն է։ Ուղղակի մենք չենք կարող։ Պատահական չէ, որ Ղևոնդ Երեցին հիշատակեցի, քանի որ այս վարչախումբը այնքան գրեհիկ եւ այնքան անպատկառ է եկեղեցու հանդեպ իրեն պահում, որ նույնիսկ զինված ուժերի հոգեվոր առաջնորդությունը լուծարեցին եւ սարսափելի էր ուղղակի կարդալ, որ տասնյակ գնդերեցների իրենց բան ու գործը թողած պաշտպանական գերատեսչություն է, կանչում են նախարարը կամ փոխնախարարը եւ փորձում են իրենց կաշառել, փորձում են այսպես կոչված բարեփոխիչների, իրականում այդ չարեփոխիչների կողմը անցնել, բայց մյուս կողմից էլ շատ պատվաբեր է, որ բացարձակ մեծամասնությունը աներեր է մնում, անհողդողդ է մնում, ինչպես մեր եկեղեցականած մնացյալ դասը, վեհապար հայրապետից մինչև քահանա, մինչև սարկավակ, մինչև դպիր, բացարձակ մեծամասնությունը մնում է իր դիրքերում ամուր կանգնած, բայց հատկապես գնդերեցների դերը, մենք հո դուք էլ վստահ եմ Տեր հայր, ես էլ բոլորս տեսել ենք 44 օրյա պատերազմում, դրանից առաջ էլ 2000-ականների սկզբին ներդրված այդ ինստիտուտը որքան կարևոր դեր էր խաղում, հատկապես դիրքապահ զինծառայողի մարտական հերթապահության իրականացման ժամանակ, որ դիրք բարձրանում էր, մի փոքրիկ մատուր կար, որպես կանոն նույնիսկ զինվորները ինքնագործ սրբապատկերներ էին կառուցում փամփուշտներից, պարկուճներից, այսինքն հոգևոր այնքան խորն էր նստած նրանց մեջ, գնդերեցները աշխատում էին զինվորների հետ, ինքնասպանությունների դեպքեր էին կանխում, խնամատարություն էին անում, բայց այդ ինստիտուտը սրիկայաբար ոնց կարելի է վերացնել մեր բանակից։ Այդ քայլով ում վնասեցին։ Հոգևորականներին չեն վնասել, ցավեցրել են, բայց չեն վնասել։ Վնասել են բոլոր այդ զինվորներին, զինվորից մինչև գեներալ։ Ես միշտ մտածում եմ, հարցրել են արդյոք այդ զինվորների եւ զորականների կարծիքը, որ հիմա դուրսն են մեր գնդերեցները։ Մեր գնդերեցները Փառք Աստծո արդեն ամեն մեկ իր ծառայության նորվայր ունեցավ։ Ով տուժեց։ Իդեպ պիտի նշենք, որ բանակում ես բացահայտ ճշմարտություն է, բանակում միայն ինչ որ մի քաղաքական ուժի զավակ չի ծառայում։ Բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ կողմնորոշում ունեցող մարդկանց զավակները ծառայում։ Այսինքն գնդերեցը սարկավակ քահանա թե վարդապետ սիրում էր այդ տղաներին իբրև եղբայրների, իբրև իր զավակների առանց տարբերություն դնելու, թե նրանք ինչ քաղաքական ուժի պատկանող անձի զավակ են։ Այսինքն վնասվեցին իրենք։ Առանց նույնիսկ ազգային պատկանելությունը հաշվի առնելու Տեր հայր, ես տեսել եմ, թե մեր գնդերեցները որքան պատկառանքով են շփվում օրինակ եզդի զինվորների հետ, եւ տեսել եմ, թե ինչպես ազգությամբ եզդի զինվորները քրիստոնեական քարոզ են լսել, բնականաբար շարունակելով մնալ իրենց հավատի կրողը, բայց նույնիսկ այդ այսպես ասած միջդավանական համերաշխությունն եմ ես տեսել։ Ես ուզում եմ զուգահեռ տանենք, ես մեր այս ձեր խոսքի ընթացքում հիշողության մեջ ընկա, հիշում եմ տարիներ առաջ, երբ որ ես ծառայում էի
Շիրակի, Մարզի Ամեսիայի տարածաշրջանում հրաման էր եկել, կարգադրություն էր եկել ոստիկանությանը, եւ ոստիկանները եկան ինձ ասացին, Տեր հայր, մեզ հրահանգ է եկել, որպեսզի դպրոցներում երեխաների հետ խոսենք հայ եկեղեցու կարևորության մասին։ Տեսեք, ոստիկանություն հրահանգ էր եկել, որպեսզի խոսեն հայ եկեղեցու կարևորության մասին։ Եվ իրենք խնդրեցին ու առաջարկեցին ինձ, որ շրջենք ամբողջ Ամասիայի տարածաշրջանի դպրոցներով եւ աշակերտների հետ խոսենք հայ եկեղեցու կարևորության մասին։ Ոստիկանը քահանայի հետ մտնում էր դպրոց, ավագ դասարանի աշակերտների հետ, բոլորի հետ խոսում էինք հայ եկեղեցու սկզբնավորումից 301 թվականից պետականություն եւ հիմնադրումից մինչեւ մեր օրեր մշակույթի մեջ, գիտության մեջ, հասարակական կյանքում, ազգային կյանքում ինչ ներդրում է ունեցել։ Նայեք, մենք հիմա խոսում ենք քահանաներին, գնդերեսներին բանակից հանելու մասին, բայց այն ժամանակ աշակերտը տեսնում էր, որ ոստիկանը հոգևորականների հետ մտնում է դպրոց։ Հիմա ինչ էր կատարվում։ Աշակերտը մտածում էր, օրենքի մասին էր մտածում, բարոյականության մասին էր մտածում, եւ մենք շեշտը դնում էինք նրա վրա, որ եղբայրը եղբոր վրա ձեռք չբարձրացնի։ Ինչ է կատարվում հիմա։ Ամեն օր վախենում ես մամուլը բացելուց։ Ամեն օր սպանություն, ամեն օր ծեծ ու ջարդ։ Միայն աջափնյակի վերջին դեպքը բավական է տեսնելու, թե ագրեսիան ուր է հասել մեր։ Հիմա հոգևորականը չխոսի այս մասին։ Ասի, չէ, ես չեմ խոսում, դա Քրիստոսի հետ կապ չունի։ Մենք չխոսենք դրա մասին։ Չբարձրաձայնենք այդ ամենը։ Երբ որ այսպես էլ ասում ենք, մեզ ասում են, բա մինչև այն ժամանակ, որ տարբեր տեսակի զեղծարարություններ էին լինում, ինչու չէիք խոսում։ Մենք էլ ասում ենք, այն ժամանակ 5000 զոհ չունեինք։ Արցախ ունեինք։ Իշխանությունն էլ եկեղեցու վրա չէր հարձակվում։ Եվ ով է ասում, որ չէինք խոսում։ Հիմա մենք երբեմն ստիպված այս համացանցով, եթերով խոսում, որովհետև մեր տեղը բոլորը գիտեն, եկեղեցում է մեր տեղը բոլորը գիտեն, մեզ հետ ուզում են զրուցել, հանդիպում են մեզ հետ, բայց հիմա այս դարաշրջանում, այս ժամանակաշրջանում այսպես է։ Մենք ցավեր ունենք, մենք պիտի խոսենք այդ ցավերի մասին։ Ոչ թե պիտի խոսենք այսպես կոչված բարենորոգման մասին։ Մենք խոսում ենք անընդհատ սիրո մասին։ Վեհապար հայրապետը անընդհատ հայ առաքելական Սուրբ եկեղեցին բարձրացնում է։ Դուք ասացիք սրբությունների մասին, գանձերի մասին, որևէ մեկը տեսել է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու որևէ հոգևորական սրբությունների գանձերի մասին խոսելիս գին ասի, փող ասի։ Չկա նման բան, որովհետև մեզ համար գանձի գինը սրբությունն է։ Մենք սրբությամբ ենք պահում դա։ Երբ որ մենք եկեղեցու պատի տակից մի քար ենք գտնում, որ մասնագետն ասում է, որ դարեր առաջ է որդան կարմիր է վրան կամ խաչ է քանդակված, մենք դա չենք վաճառի, ինչքան էլ որ տան դա մեզ։ Սա է մեր գենը, սա է մեր մտածելակերպը։ Մենք ունենք մի վայր, որ կոչվում է Էջմիածին։ Քրիստոս իջել է, ցույց է տվել, որտեղ պիտի կառուցվի այդ տաճարը։ Մենք այս մտածելակերպի կրողներն ենք։ Այո, կարող եք ցավացնել, բայց չեք կարող հիասթափեցնել։ Հայ եկեղեցին սիրում է իր հողը, իր ջուրը, իր զավակին, բոլորին։ Եվ հայ եկեղեցին իր դարավոր ընթացքը պիտի շարունակի։ Շատ հետաքրքիր էր վերջերս վերաթերթել հայ ժողովրդի մեծագույն դահիճներից մեկի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ելույթները եւ նամակները, եւ շատ ցավալի էր արձանագրելը, որ նրա որոշ արձանագրումներ ուղիղ համընկնում են այս վարչախմբի պարագլխի որոշ պնդումների հետ։ Պարզվում է հանրապետական Թուրքիա հռչակելուց եւ առաջին նախագահ դառնալուց հետո իր մի քանի ելույթներում Տեր հայր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը իր անձնական թիրախում է դրել հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին անվանապես, նույնիսկ թվարկել է նրանց անունները Պոլսո Երուսաղեմի պատրիարքներին եւ բնականաբար ամենայն հայոց կաթողիկոսին։ Մեծիտանը Կիլիկիո կաթողիկոսությունը այս տեսքով այն ժամանակ դեռևս չկար։ Եվ երբ ծանոթանում ես նաեւ Թուրքիայի նախկին վարչապետ եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ծրագրին, որի ամբողջ իմաստը նեո-օսմանականությունն է,
այդտեղ երկու թիրախ կա կապված հայ ժողովրդի եւ Հայաստանի հետ։ Առաջինը հայ առաքելական եկեղեցին է, հատկապես Կիրակնորիա պատարակներում հնչող քարոզները եւ այն ինստիտուցիոնալ հիշողությունը, որ կապված է հայոց ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի հետ, եւ երկրորդը հայկական սփյուռքը։ Երկուսն էլ հետեւողականորեն ջլատել է այս վարչախումբը, թեև երբ գալիս էին իշխանության, ես պիտի հիշեցնեմ մեր հերոստատիտողին, որ սա ուր գնում էր տարբեր հայկական գաղթօջախներ, եկեղեցու սրահներում էր հանդիպում մարդկանց։ Որովհետև գիտեր, չէ, որ օրինակ Միլանի հայկական եկեղեցում այդ հանդիպումը հիշում եմ, դա այն տխրահարճակ հանդիպումն էր, որտեղ ինքը իրեն մեր Տեր եւ Փրկիչ Քրիստոսի հետ է համեմատում ինչ որ հիվանդագին անհասկանալի մտայնությամբ, բայց ինքը գիտեր, չէ, որ օրինակ ասենք դեսպանատան կամ որևէ այլ սրահի տարածք հայերը միգուցե եւ չկան, բայց եկեղեցի կգան ու եկեղեցի էր կանչում մարդկանց։ Միշտ էլ եկեղեցին, ասեք, բաներ կան, որ մտորում են երկար կարելի է խոսել։ Միշտ էլ եկեղեցին, թե Սփյուռքում, թե Հայաստանում, այն երակի պես կապված տեղն է, որտեղ հայ մարդը գնում է։ Եվ ես ցավում եմ, որ կա նման մտայնություն, որ կարող ես եկեղեցում, հիմա մեզ մեղադրում են եկեղեցում քաղաքականությամբ զբաղվելուն, փաստորեն այն ժամանակ հակառակն է եղել։ Եկեղեցին այն տեղն է, որտեղ հայը իր հոգու ցավն է բուժում եւ հոգու ուրախությունն է Աստծո հետ կիսում։ Եվ միամտաբար մարդկանց հոգիների հետ խաղալ արդեն դա մենք չենք կարողանում հասկանալ։ Եվ այդ դեպքերը, որ դուք ասում եք, հենց այդ հոգու ցավի հետ խաղալուն եմ ես նմանեցնում։ Սա է ես քիչ առաջ ասացի, հայ եկեղեցին իր դարավոր ընթացքը պիտի գնա։ Ուրիշ տարբերակ չունենք։ Մի սխալ մտայնություն, մոլորություն էլ կա մեր հասարակության մի շերտի մեջ, թե իբր եկեղեցին մշտապես խաղաղասիրության կոչ է անում եւ արել։ Ես ճիշտն ասած, որքանով որ կարդացել եմ մեր հայրաբանական գրականությունը, ել չասած ավետարանը, երբևէ գետ մեկ տող չեմ գտել Տեր հայր, որտեղ օրինակ Քրիստոս կպատգամի քո վրա զենքով եկող թշնամուն հանձնվել։ Ես նման դրվագ մեր եկեղեցու հայրերի գրականության մեջ էլ չեմ հիշում։ Ես ճիշտ հակառակ օրինակները գիտեմ, մեր եկեղեցու կողմից սրբադասված զորականների գիտեմ։ Միայն Սրբոց Վարդանանց տոնը, որը ցավոք սրտի մեր ժողովուրդը չի նշում, եկեղեցին է նշում, բայց ժողովուրդը ամբողջապես իր հավաքականությամբ չի նշում։ Բայց միայն դա ճիշտ հակառակի օրինակն է։ Աշխարհում մենք բացառիկ եկեղեցի ենք, որ Վայոց-Ձորի մարզում ունենք զորած եկեղեցի, նվիրված մեր զորքին, եւ ամեն անգամ երբ լսում եմ այդ մոլորյալներին, թե իբր ասում են, թե ասենք քրիստոնեությունը կամ հայրաքելական եկեղեցին է մեզ խոնարհության տարել, ես հակառակ օրինակներն եմ հիշում։ Ես հիշում եմ, որ հակառակը ես տեսել եմ մշտապես գնդերեցների քիչ առաջ նշեցի 44-օրյա պատերազմում նահատակված հոգևորականների նրանցից մեկն էլ անհայտ կորած։ Ես այդ օրինակներն եմ հիշում եւ հիշեցնում, որ մեր եկեղեցին ճիշտ հակառակը վարչախումն է կեղծ խաղաղասիրության քարոզանում հիմա։ Կոչյանում ամբողջապես հանձնվել թշնամուն, հերթով բավարարել բոլոր նախապայմանները։ Մեր եկեղեցին հիմա ճիշտ հակառակը։ Ճիշտ հակառակը հիմա հիշեցնում է մեր կորսված հայրենիքի մասին, իրավունքով մեզ պատկանողի մասին, մեր նահատակների մասին է հիշեցնում։ Գիտեք, ընդհանրական քրիստոնեության մեջ մի սուրբ կա, Սուրբ Բարսեղ Կեսարացին։ Ես ապշել էի իրեն բնորոշող տողերը ընթերցելիս։ Իրեն բնորոշում են որպես սրբազան գազան։ Ինքը նկարագրվում է միշտ հյուծված, այսպես խեղճ չասենք, համեստ, բայց երբ որ հարցը հասել է սրբությանը դիպչելուն, ինքը դարձել է այսպես կոչված անկառավարելի։ Գազան է դարձել եւ իր կենսագիրը վարքագիր իրեն բնորոշում է որպես սրբազան գազանի։ Ամբողջ իր գրականությունը կարդում ես, Քրիստոսին է ինքը քարոզում, Սուրբ Երրորդություն է քարոզում։ Եվ իրեն բնորոշում են, ինձ համար սա նորություն էր, ինձ համար սա շատ ուսուցանող, բնորոշիչ եւ ոգևորող իրողություն էր, որ Սուրբին կարող են ասել սրբազան գազան, որովհետեւ կա մի տեղ, կա մի կարմիր գիծ, որտեղ չպիտի թողնես անցնեն։ Եվ ձեր ասած դեպքերը, մեր ամբողջ տոնացույցը։ Գիտեք, ուրիշ մի վատ մտայնություն էլ կա, երբեմն
քրիստոնեությունը հոմանիշ են համարում սխալմամբ իհարկե խեղճության հետ։ Քրիստոնեությունը խեղճություն չէ։ Հիսուս Քրիստոս ասում է չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մարդը իր անձը կդնի իր ընկերոջ համար։ Եվ մեր բոլոր ձեր նշած զորականները, մեր եկեղեցու սուրբերը, տեսեք Սուրբ Գևորգ, Սուրբ Սարգիս, Սուրբ Վարդան Մամիկոնյան, բոլորն էլ սուրը ձեր ատոմյան զորավարներ, բոլորը սուրը ձեռքներին են, չէ եղել, սրբությունը պահպանող, Քրիստոսի նման։ Հիսուս Քրիստոս ի վերջո մաքրեց տաճարը, չէ, որովհետև այնտեղ աղավնեվաճառներ կային, լումայափոխներ կային, տաճարը վերածել էին առևտրի սրահի, եւ Քրիստոս արդար բարկությամբ հանդես եկավ։ Այ քրիստոնեությունը այսպես է, մենք չենք ասում մենք հարցակողական ենք, անընդհատ կռվում ենք, բայց չմոռանանք շատ կարևոր մի իրողություն։ Աստված բարի է, բայց միևնույն ժամանակ արդար։ Եվ եկեղեցին էլ Աստծո ներկայությունն է։ Կուզեին մարդիկ, որ եկեղեցին սուտ խոսեր կամ կեղծեր։ Հիմա մենք ինչ ասենք ուրախ ենք, երջանիկ ենք, կխաբենք մեր ժողովրդին, չէ, ասենք լավ, փակել ենք էջը, անցնենք առաջ։ Հիմա դուք կարող ենք Գանձասարում աղոթել, կարող ենք Ամարասում աղոթել, կարող ենք Արևմտյան Հայաստանի եկեղեցիներում աղոթել։ Հիմա միգուցե ինձ լսողներն ասեն, էլի քաղաքականությամբ է զբաղվում, ինչ Արևմտյան Հայաստան, ինչ Արցախ, չկա նման բառեր, բայց կա, չէ։ Եթե ես չեմ կարող իմ սրբատեղիում ծնկի իջնել եւ աղոթել, նշանակում պիտի բարձրաձայն եմ։ Որովհետեւ ես ապրում եմ այս ժամանակավոր կյանքի մեջ։ Ինչ անեմ, բարվոքեմ այս ժամանակավոր կյանքս, ասեմ երջանիկ եմ ապրում, ավետարանական առաքյային հերոսի նման, ով անձ, ամբարները լիքն են, կեր, արփ եւ ուրախլեր, իդեպ այդտեղից է վերցված կեր, խմիր, քեֆարա։ Եվ դատապարտվեց, չէ, Աստծո կողմից։ Եկեղեցին եւ եկեղեցականը չի կարող ասել կեր, արփ եւ ուրախլեր։ Մենք առաջնային պահանջմունքներ բավարարող կառույց չենք։ Եվ այդ առաջնային պահանջմունքներ բավարարող կառույցի ջատագովները չենք։ Մենք հոգևոր հայ եկեղեցին հոգևոր պահանջմունքներ բավարարող եւ դուք ճիշտ ասացիք, ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, հոգևորը պետք չի նեղացնել, փոքրիկ ինչ որ սահմանների մեջ դնել։ Հայրենիքն էլ է հոգևոր, ազգային արժեքները, ավանդույթները եւ սա շատ խորքից է գալիս։ Ես հիշում եմ, որ անընդհատ սկսեցին հայ հեքիաթը ծաղրել, չէ՞, հայ ազգային հեքիաթը ծաղրել, ավանդույթները ծաղրել, հայ տղամարդուն ծաղրել, որակել որպես հետամնացություն, հետամնացություն, տարբեր ազգային ավանդույթներ, օրինակ, հետո հայ ընտանիքի մեջ մտնել, ծաղրել, սրբություններ ծաղրել, տարբեր տեսակի ֆիլմերով եւ տեսանյութերով եւ հումորային հաղորդումներով։ Երևի սխալը մերն է եղել, որ անընդհատ չենք բարձրաձայնել։ Հոգևորականին ծաղրեցին, հասկացանք։ Դուք մինչև Սուրբ Մարիամ Աստվածածին է ծաղրվել, մեղա Աստծո։ Չխոսենք լրենք հայկական ֆիլմերից մեկում։ Հայկական ֆիլմերից մեկում Մարիամ Աստվածածին է ծաղրվում, Սուրբ Մկրտություն է ծաղրվում, Հիսուս Քրիստոս է ծաղրվում։ Ազգային արժեքներ նորից ասենք, լրենք։ Ես հասարակ հավատացյալ լինեմ, կասեմ, այս Տերհայրը, այս հոգևորականը ստախոս է։ Իր կոմֆորտն է փնտրում միայն ավետարանական իրեն հարմար քարոզն է անում, որպեսզի ես գնամ, գիտեք, հոգևոր կյանքը հոգևոր հաճույքի հետ չպիտի խառնենք։ Հոգևոր կյանքը սխրանք է, ոչ թե հոգևոր հաճույք։ Մենք շատ հեշտությամբ կարող ենք այդ հոգևոր հաճույքի մեջ ապրենք։ Էս ինչ լավ է։ Ինչ լավ ենք երգում, ինչ լավ ենք աղոթում, ինչ լավ ենք ավետարան կարդում, չէ՞, խոկում ինչ լավ է։ Բայց հոգևոր սխրանքը ավելի կարևոր է, քան այն շեղ հոգևոր հաճույքը, որի մեջ շատ հաճախ մեզ ուզում են դնել, որը շատ նեղ է հայ հոգևորականի համար։ Սա շատ կարևոր եւ ուշագրավ հանգամանք է եւ այստեղ խնդրեմ լրացուցիչ բարձաբանում տակ Տերհայր, քանի որ այնինչ նկարագրեցիք քիչ առաջ, առավելապես բողոքական ավետարանական եկեղեցիներին է բնորոշ։ Ես զուտ մասնագիտական հետաքրքրությունից ելնելով երբեմն
որոշ դրվագներ եմ դիտում, թե ինչպես են նրանք իրենց այդ արարողությունները, ծեսերը կազմակերպում, շատ ակտիվ սոցցանցեր են վարում, ինչպես տեսնում եք, փորձում են ուղիղ եթերներով տարատեսակ ներգրավվել մարդկանց եւ ցավալիորեն երբեմն դա ստացվում է, շատ հաճախ անթակույց հոգեվորսությամբ են զբաղվում։ Տեսել եք, որ Երևանի նույնիսկ կենտրոնում էլ չասած տարբեր գյուղեր կան, որ ամբողջապես կամ գրեթե ամբողջապես աղանդավորական են դարձնում, այդ ստենդերը դնում են, սկսում են խոսել։ Երևանում կան օտարերկրացի մորմոններ, որոնք հայերեն են խոսում, ակնհայտ է, որ օտարերկրացի են, բայց իրենք սկսում են խոսել քեզ հետ հայերեն եւ այդպես շարունակ։ Բայց ես մի բան եմ նկատում եւ վարչախումբը ու նրա պարագլուխն էլ այդ տրամաբանությամբ են գործում։ Հավատը ներկայացնում են որպես կենցաղային թեթև մի բան։ Եվ դա հենց բողոքական կամ ավետարանական եկեղեցիներին բնորոշ բան է։ Այսինքն քահանա քեզ պետք չի, քեզ միջնորդ պետք չի, ուղիղ հաղորդակցվիր Աստծու հետ, միայն Աստվածաշունչը կարդաց հերիք է, նույնիսկ միայն նոր կտակարանը կարդաց քեզ ամբողջապես բավարար է, մի քանի սաղմոս անգիր արա, կգաս միասին կերքենք, կպարենք, ուրախանանք։ Այնպես ինչպես իրենց արարողությունները անում են։ Սա մեկ, ու երկրորդ, այս պարագլխի վերջին մի քանի ելույթներն էլ ինձ տանում են այն մտքին, որ ինքը մեր եկեղեցու նվիրապետությունը պատկերացնում է, եթե իհարկե առասարակ հայկական եկեղեցի ուզում է տեսնել, խորապես կասկածում եմ, անգլիկան եկեղեցու մոդելով, որտեղ միապետը եկեղեցու գլուխն է։ Ինքն է կարծում, որ ինքը պիտի օրինակ նշանակի վեհապար հայրապետին։ Ազգային եկեղեցական ժողով չպիտի լինի, Սուրբ Հոգին չի մասնակցում այդ ամենին, այսինքն ինքը բացարձակ աստվածաբանական գիտելիքներ իհարկե չունի, բայց այն ինչ իրեն հավանաբար հուշել են, այս երկու անգլիկան ու բողոքական ավելի շատ հենց բողոքական ավետարանական եկեղեցիներին բնորոշ մեր սրբազան ավանդության մեջ չտեղավորվող ինչ որ անհասկանալի դոգմաների հավաքածու է։ Մի այսպիսի օրինակ են բերում մեր եկեղեցու հայրերը, ասում են, երբ որ գնում ես բարեկամի տուն եւ օրինակ նկարների ալբոմ ես նայում, եւ այդ նկարների մեջ ճանաչում ես 1-2 հոգու։ Ով պիտի բացատրի, բայց այդ նկարների մեջ մնացածը ովքեր են։ Տան տերը, չէ՞։ Հիմա ավետարանի վերաբերյալ։ Ավետարանը ով պիտի բացատրի, եթե ոչ եկեղեցին։ Ավետարանը քիչ առաջ ես ասացի, միայն խոսք չէ, այլ եկեղեցու այդ ֆիլտրի միջով պիտի անցնի, գործ է դարձել արդեն։ Ծեսեր են դարձել, խորհուրդներ են դարձել արդեն։ Հիմա տեսեք, մենք գտնվում ենք մեծ պահքի ընթացքի մեջ։ Մենք չենք կարող ասել, որ ինչպես ուզում ես, այնպես արա։ Կան խիստ կանոններ։ Եվ այդ հոգևոր սխրանքը մարդը պիտի գործի։ Չի կարող ինքը տաքուկ անկյունում թիկնի կամ նստի միայն Աստվածաշունչ կարդա ու ինչպես ինքը հասկանում է, այդպես ընկալի եւ այդպես էլ փորձի ապրել։ Ինքը պիտի Աստվածաշնչի այդ տողը սուրբերի բացատրությամբ կարդա, եկեղեցու բացատրությամբ կարդա, որովհետեւ եկեղեցու հայրերը ապրել են Աստվածաշնչի նոր կտականի կամ 5 կտականի սուրբ գրքի այդ տողը։ Ուրեմն ավանդական եկեղեցիների մեջ շատ կարևոր է եւ պարտադիր է հոգեվորականի ներկայությունը, եկեղեցու ներկայությունը։ Աստվածաշունչը Հիսուս Քրիստոսին եկեղեցով ճանաչելը շատ կարևոր է։ Այլապես մենք կարող ենք սխալվել, այլապես մենք կարող ենք այս եւ այն կողմ հաստատ սայթակել։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ եկեղեցին ինքը ապրել է արդեն այդ սուրբ գիրքը քրիստոնեությունը ապրել է եւ տալիս է հենց այնպես ինչպես որ ճիշտն է։ Տեսեք, մեր եկեղեցու ծիսակարգի մեջ կա ճաշոց գիրքը։ Ինչ է կոչում ճաշոց։ Որովհետև ճաշի ժամին ճաշու ժամերգություն գոյություն ունի, ճաշի ժամին բացել են այդ ճաշոց գիրքը եւ այնտեղից քաղվածքներ կա Աստվածաշնչի 5 կտականից եւ նոր կտակարանից կարդացել են եւ փոխանցել են հավատացյալին տարբեր տեղերից։ Եվ եթե հավատացյալը վերցնի Աստվածաշունչը, իհարկե ինքը կարող է կարդալ եւ պիտի կարդա, բայց լիարժեք հասկանալու համար պիտի հայ եկեղեցով անցնի։ Այլապես կընկնի բողոքականության մեջ։ Ամբողջ հարգանքս նորից բողոքականությանը բողոքական երկրներում, բայց այստեղ հայը հայ առաքելական եկեղեցու, ինչպես Եղիշե պատմիչն է, չէ՞ ասել, մաշկի գույն է։ Ասել է մենք հայր ենք ճանաչում ավետարանը եւ մայր եկեղեցին։ Տեսեք ինչ խորը բառեր են Սուրբ Եղիշե պատմիչի, որ մեր մայրը եկեղեցին եւ հայրը ավետարանը։ Հայրն ու մայրը պիտի լինեն, որպեսզի դու լիարժեքորեն կարողանաս քրիստոնեական կարգով ապրել։ Իսկ ինչ վերաբերում է հայ եկեղեցու նվիրապետությանը, այդ նվիրապետությունը հայը չի հնարել։
այդ նվիրապետությունը գալիս է Հիսուս Քրիստոսից։ Իր առաքյալներին ամբողջ աշխարհ ուղարկեց։ Ես մտածում եմ, ինչի Հայաստան ուղարկեց Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներին։ Ինչու օրինակ Պողոս առաքյալը չեկավ Հայաստան։ Այսպես մարդկայնորեն մտածում եմ, միգուցե Թադեոս առաքյալը ավելի հայ խառնվածքի կրող էր, կամ Բարդուղիմեոս առաքյալը։ Ինչի ենք մենք ուզում քրիստոնեությունը Անդրեաս առաքյալի քարոզածով հասկանալ։ Քրիստոս չգիտեր, իհարկե գիտեր։ Ով հիմնեց եկեղեցին։ Քրիստոս իհարկե գլուխն է եկեղեցու հիմնադիրը, բայց Հայաստանի աշխարհում, հայոց աշխարհում առաքյալները հիմնեցին։ Հիմա առաքյալների հիմնածի կողքը նոր ինչ-որ բան հիմնենք։ Չի լինում այդպես։ Ես շեղվում եմ ուրեմն։ Այդ ճշմարիտ ճանապարհից շեղվում եմ։ Ես ջնջեմ 1700 եւ ավելի տարին եւ շարունակեմ այլ քրիստոնեություն։ Դա հերձված է դառնում։ Եվ դա դառնում է աղանդավորություն, դա դառնում է աղանդ, դա դառնում է բողոքականություն։ Եվ դա վաղ թե ուշ դուրս է գրվելու եւ վերանալու է, ոչնչանալու է, ինչպես 20-30-ականներին հայ բոլշևիկների այդ կենթանի եկեղեցի, ազատ եկեղեցի եւ նմանատիպ այլ հարանվանությունները, որ հենց եկեղեցուց էին փոկվում։ Եվ նպատակն է շատ վտանգավոր։ Ով չգիտի, որ հայը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Եթե մի այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչ մտնի ինչ որ մի բնակավայր, գյուղ, քաղաք, եթե 10 հոգուց մեկին էլ կարողանա համոզել եւ դարձնել իր կրոնական համոզմունքների հետևորդ, ինչ է տեղի ունենում։ Պոկեց այդ մեկին, չէ՞։ Ինչի՞ չեք ուզում օգնեք եւ ոչ թե խանգարեք։ Շատ դեպքեր են եղել։ Ես ինքս առաջարկել եմ մեկ անգամ իմ ծառայության վայրում եկան բողոքականները, ուզում էին ճամբար անել, ուզում էին ավետարան քարոզել, ես իրենց առաջարկեցի, ասացի հետեւյալը, եկել եք լավ եք արել, ուզում եք ճամբար անեք, միջոցներ ունեք եւ այլն։ Բայց եկեք հոգեվոր դասերը ես կտամ։ Գիտեք ինչ եղավ պատասխանը։ Չեկան։ Ուրեմն նպատակ ուրիշ էր։ Եթե ինձ նպատակը բարիք անելն էր, կհամագործակցեին։ Ես իրենց ասացի, ես այստեղ 4-5 տարի այստեղ եմ, դուք նոր եկաք։ Եթե այստեղ չլինեի, ուրիշ հարց, բայց ես այստեղ եմ։ Հիմա նույնը գլոբալ իմաստով հայ առաքելական Սուրբ եկեղեցին գրեթե 2000 տարի այստեղ է։ Եթե դուք Աստծո զավակներ եք եւ ուզում եք Քրիստոսին քարոզել, ինչի եք գալիս առանձին կրոնական կազմակերպություն հիմնում, եթե ձեր նպատակը այլ չէ։ Ես անգրագետ Տեր հայր եմ, ինձ օգնեք։ Եկեք ասեք Տեր հայր, ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ եւ օգնենք քրիստոնեություն քարոզենք։ Ինչպես անում են մեր եկեղեցու զավակները, երիտասարդաց միության անդամները, շատ պատվարժան մարդիկ, որ գալիս են, օգնում են, գրքեր են տպում, սեմինարներ են կազմակերպում, կամավորական աշխատանքներ են անում, խոնարհված եկեղեցիներ են մաքրում, կազմակերպում են, որպեսզի պատարակներին եւ ժամերգություններին մասնակցեն մեզ հետ։ Այդ խմբերը Տեր հայր ոչ ուղղափառ քրիստոնեության կրող են, բայց ոչ էլ հայրենիքի ու պետության գիտակցություն ունեն։ Այդ հարանվանություններից մի քանիսը, ինչպես հայտնի է, մերժում են օրինակ դրոշը իբրև պետական խորհրդանշան, օրհներքը, արգելում են բանակում ծառայել, զենք բռնել։ Այսինքն իրենք են պետության դեմ ելել։ Այս վարչախումբը անհետեցություններ է ասում, թե իբր եկեղեցին ելել է պետության դեմ, այդ կրոնական կազմակերպությունները, այդ հարանվանություններն են պետության դեմ ելել։ Ու ցավոք սրտի հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ այս տասնամյակների ընթացքում նրանց կյանքի հետ, նրանց բախտի հետ խաղացել են ու մեծ հաշվով նաև մեր հայրենիքի ժողովրդագրության հետ, չէ՞, եւ փոխանակ սրանցով զբաղվի։ Դե հələ մի հատ այդ կրոնական կազմակերպությունների ներքին գործերին փորձիր միջամտել։ Եկեղեցու բարենորոքի չես ինքդ քեզ հրճակել։ Մի հատ այդ կրոնական կազմակերպությունների մի արարողության, քո այդ թափառախմբով փորձիր գնալ, այնտեղի քարոզչին իջեցնել, ինչպես անում եք մեր եկեղեցիներում, ասենք Հովհաննավանքում։ Մի հատ հələ փորձի տեսնեմ մի հատ միջազգային հանրությունը իզութոզդ կթողի թե չէ։ Ինչ կանի։ Բոլոր դեսպանները հերթով կգնան հավանաբար կառավարական ամառանոց կամ կառավարության շենք իրենց բողոքի նոտան հայտնելու։ Հանկարծ կրոնական կազմակերպության որևէ ներկայացուցչի, որևէ կրոնական փոքրամասնության մի հետևորդի մազը չծրվի հանկարծ։ Ես ձեր մտահոգությանը կպատասխանեմ Աստվածաշնչյան Հոբի օրինակով։
Հիշում եք Հոբը ինչ տառապանքների միջով անցավ։ Շատ կարևոր մի նախադասություն կա Հոբի գրքի մեջ վերջում, որ վերջում Աստված է խոսում։ Վերջում Աստված է խոսելու։ Մենք գիտենք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին Աստվածը հիմն է։ Ոչինչ, թող տառապի, թող տառապենք մենք, թող ցավ ապրենք, բայց նաև գիտենք, որ ցավը մաքրագործում է։ Ոչինչ, այդ անարդարություններն էլ թող լինեն։ Անարդարության մեջ մտնողներ էլ թող լինեն, որքան էլ որ մենք ուզենք կամ չուզենք։ Այս ամեն ինչը մի օր ավարտվելու է։ Եվ Երանի այն մարդուն, որ պարզ աչքով կկանգնի դիմացինի առջև, եւ 1000 ամոթ այն մարդուն, ով հայացքը փորձի փախցնել, կփորձի խուսափել, եւ երկուսն էլ լինելու են։ Երկու տեսակն էլ լինելու է այս ամեն ինչից հետո։ Եվ մեր ժողովուրդը դա լավ գիտի։ Որքան էլ որ փորձեն ներկայացնել, որ մեր ժողովուրդը պատրաստված չի, գրագիտության իմաստով շատ խորագետ չի, բայց մեր ժողովուրդը ունի բնատուր իմաստություն։ Եվ մենք դա փառք Աստծո տեսնում ենք։ Եվ մեր ամբողջ խոնարհումը մեր ժողովրդին ունի այդ բնատուր իմաստությունը, եւ այս ամեն ինչի պատասխանը մի օր տրվելու է։ Եկեք այս լուսավոր պատգամով ավարտենք մեր այս զրույցը, հիշելով, որ մեծ պահքի առաջին շաբաթն է մոտենում ավարտին, եւ բոլորս այս շաբաթների ընթացքում սպասումով պիտի գնանք ընդառաջ Տիրոջ հրաշափառ Հարությանը։ Շնորհակալ եմ այս շատ արժեքավոր զրույցի համար, Տեր Հայր։ Շնորհակալ եմ, քաջառողջություն, առևշատություն մեզ բոլորիս, որ կարողանանք դիմագրավել այս փորձանքներին եւ ավելի խաղաղված վիճակում հայտնվենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, Աստված օրհնի բոլորիս։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի Սաղմոս Հավանքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանի հետ։ Սա ուրախնդրի հերթական թողարկումն էր 168 TV-ի եթերում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին։ Ցտեսություն։